Անդրանիկ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմում է միջազգային հանրությանը հակադարձելով Իլհամ Ալիևին, մասնավորապես նշելով, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում կամ փաստաթղթից չի ենթադրում Զանգեզուրի միջանցք խոսույթը կամ հասկացությունը կամ եզրույթը, այսպես ասած։ Այսօր ԵԽԽՎ падգամավորի հետ հարց ու պատասխանի ընթացքում նա ասել է, թե որտեղից է այդ падգամավորը վերցրել այդ եզրույթը, չէ որ այն չկա օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ, կրկին հիշատակել է փաստաթուղթը, հղում արել եւ ասել, որ հորդորել, որպեսզի այդ падգամավորը ծանոթանա մեկ էջանոց փաստաթղթին։ Հարցը հետեւյալն է. եթե ամեն ինչ այդքան հստակ է եւ պարզորոշ, թե ինչի մասին է փաստաթուղթը, ապա ինչու է այսքան հարց առաջանում։ Այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, ես կարծում եմ, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չի, այդքան էլ որոշված չի։ Դեռևս մնում են շատ հարցեր եւ հիմնականում այդ հարցերը կապված են տեխնիկական տեսանկյունից, թե ինչպես է այդ ճանապարհը լինի, թե միջանցքը լինի, ինչպես է ինքը գործելու, ինչ ազդեցություն է այդտեղ ունենալու Միացյալ Նահանգները, ինչպիսի ուժեր են այնտեղ դիրքավորվելու, ինչ անվտանգություն են իրենք ապահովելու, թե ինչ մոնիտորինգային խումբ է այնտեղ հայտնվելու, բազմաթիվ հարցեր կան։ Այդ հարցերի պատասխանը ոչ մեր հանրությունը ունի, ոչ էլ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքնին ունի այդ հարցերի պատասխանը, որովհետև ստորագրվել է մի փաստաթուղթ, որը իր մեջ չի ներառում հետևյալ այդ տեխնիկական հարցերը, այսինքն առաջնայինը պետք է լիներ սա, պետք է լուծեին բոլոր տեխնիկական հարցերը, այդ թվում նաև, հետո նոր ստորագրեին փաստաթուղթը, բայց քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շտապում են ստորագրեին ինչ-որ փաստաթուղթ, որը մեր հանրությանը իրենք կներկայացնեին որպես խաղաղության փաստաթուղթ, խաղաղության պայմանագրի փաստաթուղթ, որը հետագայում կօգտագործեն եւ վստահ եմ արդեն իսկ այդ ընթացքը երևում է, որ արդեն իսկ իրենք օգտագործում են գալիք ընտրությունների համար, սա է եղել հիմնական պատճառը։ Դրա համար շտապել են, ստորագրել են մի փաստաթուղթ, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչ վերաբերվում է այդպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Տեսեք, հիմնական խնդիրը նրանում է, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի մեջ առանձին կարգավիճակ է կամ առանձին պունկտով է նշվում այն ճանապարհը, որը անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Որևէ խնդիր չէ լինի, եթե Միացյալ Նահանգների այդպես կոչված է Թրամփի կամուրջը վերաբերվեր ոչ թե Սյունիքի մարզով անցվող այդ 40-42 կիլոմետր ճանապարհի, այլ նաև ամբողջ ճանապարհին, որը պետք է անցներ օրինակ Նախիջևանի ինքնավար հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով եւ մինչեւ Դերբենդ քաղաքը, այսինքն ամբողջ Ադրբեջանի տարածքով։ Եթե սա վերաբերվեր ինչպես Հայաստանի, այդպես էլ Ադրբեջանի տարածքներին, ապա որևէ խնդիր չէր առաջանա, որովհետև երկու կողմերն էլ կունենային հավասար կարգավիճակ այդ պայմանագրի մեջ։ Բայց երբ որ առանձին նշվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի կարգավիճակը, ապա սա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, սկսված այն հարցից, թե ինչ կապ ունի մեր սուվերեն եւ անկախ պետության տարածքով անցնող ճանապարհը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրության հետ։ Այդ ինչ իրավունք է ինքը ստանձնել, որ կանխորոշում է, թե ինչպիսի կարգավիճակ կամ ինչպիսի պետությունները պետք է ապահովեն անվտանգությունը այն ճանապարհի, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Քաղաքագիտական իմաստով մենք այստեղ նոնսենսի հետ գործ չունենք մի իրավիճակի հետ, որը աննախադեպ է։ Փաստորեն ստորագրված փաստաթուղթը ավելի սրել է տարաձայնությունները, քան լուծել դրանք։ Մենք հենց սրա մասին էինք խոսում, գրեթե վերջին 1 տարվա ընթացքում անընդհատ այս թեման շոշափվել է մեր հարցազրույցների ընթացքում, մեր շփման ընթացքում, եւ մենք միշտ նշել ենք այս խնդիրը, որ եթե դու նախ այլ տարածաշրջանից դուրս ուժերին ես հրավիրում քո տարածաշրջան անվտանգությունը ապահովելու համար, դա արդեն իսկ խնդիրներ է առաջացնում։ Երկրորդը, եթե դու միջև վերջ չես քո հարաբերությունները չես կարգավորել այն պետության հետ, ում հետ ուզում ես խաղաղություն հաստատել, ապա փորձել ինչ որ հարցը առաջ բերել, ինչ որ հարցը հետ գցել, սա խնդիր է առաջացնելու հետագա անվտանգության համար։ Հիմա այս բոլոր հարցերը, որոնց մասին մենք ժամանակին բարձրաձայնել ենք, Նիկոլ Փաշինյանը երբ որ ստորագրեց այս փաստաթուղթը, ինքը տեսնում է, որ այդ հարցերը մնացել են, հարցերը չեն կարգավորվել, որովհետև դա
անկեղծ ասած իսկապես նոնսենս մենք կարող ենք համարել ինչ-որ չափով, որ պետության ղեկավարը ստորագրում է մի փաստաթուղթ, որը իր մեջ չի ներառում հետագա լուծումները, այլ բազմաթիվ այլ խնդիրները եւ բազմաթիվ այլ հարցեր է առաջացնում։ Անդրանիկ, հանուն արդարության Զանգեզուրի միջանցք եզրույթը իսկապես փաստաթղթում ներառված չէ։ Գուցե ամեն ինչ նորմալ է, Թուրքիային Ադրբեջանին չհաջողվի դա կյանքի կոչել հենց այդ եզրույթի տրամաբանությամբ։ Տեսեք, մեզ համար մենք պետք է որոշենք ինչն է մեզ համար խնդիրը եղել այս տարիների ընթացքում, որովհետև առաջին տարին չի, չէ, հենց 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ հետագայում նաեւ իրան միացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցեցին խոսել բարձրաձայնել այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսինքն վերջին 5 տարիների ընթացքում տարբեր հարթակներում իրենք բարձրաձայնել են այս հարցի մասին, որ պետք է ձևավորվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը ապահովելու է տրանսպորտային կապը Ադրբեջանի, Նախիջևանի ինքնավար հանրապետության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ։ Հիմա մեզ համար ի՞նչն է խնդիրը, որ սա կոչվում է Զանգեզուրի միջանցք, թե այն ինչ իր մեջ ներառում է այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքը։ Ես կարծում եմ, որ մեզ համար շատ ավելի կարևոր է, թե ինչ է իր մեջ ներառում այդ խոսույթը, այդ ֆրազան, այդ Զանգեզուրի միջանցք հասկացողությունը։ Իշխանություն ասում է, եթե այդ եզրույթը չկա, ուրեմն դա չի էլ ներառվելու։ Ուրեմն այդ ճանապարհը չի ներառվել։ Ցավոք այդպես չի։ Ամբողջ խնդիրը հենց այդտեղ է, որ ցավոք այդպես չի։ Հիմա իրենք կարող են դա կոչել Տրամպի կամուրջ, կարող են ժամանակին կոչել, եթե այլ կարգավիճակ լիներ, այլ պետության օժանդակության բացվեր այս ճանապարհը, կարող են կոչել Վլադիմիր Պուտինի կամուրջ, կամ կարող են կոչել, չգիտեմ, խաղաղության կամուրջ։ Կապ չունի թե ինչպես դու դա կարող ես կոչել։ Ամբողջ խնդիրը մեզ համար նա է, թե կոչվում, այո, կամ trip։ Այո, ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչ է իր մեջ դա ներառում։ Իսկ ցավոք սրտի այն ներառում է իր մեջ այն, որ հատուկ կարգավիճակ է ստանում այն ճանապարհը, որը անցնելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով։ Նորից եմ կրկնում, մեզ համար խնդիր չէ լինի, եթե այսպես կոչված է տրիպը կամ Թրամփի կամուրջը վերաբերվեր ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքով աստեղ ճանապարհին, այլ նաև ամբողջ Ադրբեջանի տարածքով, Նախիջևանի տարածքով, եթե դա ամբողջությամբ կոչվեր է Տրամփի կամուրջ եւ ամբողջությամբ այն լիազորությունները, որ Միացյալ Նահանգները պետք է ստանան, իրենք ստանային ամբողջ այս ճանապարհի նկատմամբ, սա այդ հավասարակշռությունը կպահպաներ, բայց մենք ցած տեսնում ենք, որ հայկական կողմը գնում է միակողմանի դիճումների, որովհետեւ այն պահանջները, որոնք բարձրացնում էր ադրբեջանական կողմը, որ հատուկ կարգավիճակով ճանապարհ պետք է լինի, որտեղ հայկական կողմը չպետք է ապահովի անվտանգությունը, այլ դրսի երրորդ ուժը, դա փաստացի կյանքի է կոչվել։ Ուղղակի ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից ստորագրված փաստաթղթի, որտեղ այդ պարտականությունը պետք է ստանձներ Մոսկվան, այս պայմանագրով այդ պարտականությունը ստանձնել է Վաշինգտոնը։ Արդյոք ստանձնել է պարտականություն, թե պարզապես վկայի կարգավիճակ է ստանձնել եւ իր վկայությամբ փաստորեն երկու կողմերը եկել են ինչ որ համաձայնության, այն էլ պարզվում է առանցքային կետի շուրջ կան անհամաձայնություններ։ Ամենայն դեպս պայմանագիրը ստորագրված է, հիմա հարցը այն է, թե ինչպես են իրենք լուծելու այդ տեխնիկական հարցերը, որոնք դեռևս լուծված չեն, որովհետև ինչպես սկզբում ես նշեցի, բազմաթիվ տեխնիկական հարցերին վերաբերող խնդիրներ կան, եւ չի բացառվում, որ այս պայմանագիրը կարող է ունենալ այն նույն ճակատագիրը, որը ժամանակին ունեցավ այն փաստաթուղթը, որը ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Դեռևս պարզ չի օրինակ, եթե Միացյալ Նահանգներում իշխանապահություն լինի այլ ադմինիստրացիա իշխանությանը, ինչպես է այդ ադմինիստրացիան վերաբերվելու այդ պայմանագրին, չէ՞ որ այն կոչվում է Տրամփի կամուրջ, ինչպես են իրենք օրինակ, եթե դեմոկրատները գան իշխանության առջև, իրենք ստանձնելու են այդ պարտականությունը, թե ոչ։ Հետո նույն հարցերը վերաբերում են կարգավիճակին, թե ինչպիսի կարգավիճակ է ճանապարհը ունենալու, ինչպիսի լիազորություններ է ստանձնելու այդ երրորդ կողմը եւ ինչպես է ապահովելու անվտանգությունը։ Ես չեմ խոսում նրա մասին, որ աշխարհակաղակական տեսանկյունից սա ունի բազմաթիվ հարցեր, որովհետեւ եթե ճանապարհը անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով եւ ունենալու է հատուկ կարգավիճակ
որտեղ անվտանգությունը կամ մոնիտորինգ ապահովում է Միացյալ Նահանգները, ապա հարց է առաջանում, արդյոք այս ճանապարհով կցանկանան օգտվել Ռուսաստանի Դաշնությունը, իսլամական հանրապետությունը Իրանի կամ Չինաստանը, չեմ կարծում, որ իրենք ցանկանան օգտվել այս ճանապարհով, որտեղ Միացյալ Նահանգները ունեն հատուկ լիազորություններ, որովհետև իրենք ունեն արդեն իսկ խնդիրներ Միացյալ Նահանգների հետ։ Իդեպ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Թրամփի ուղի ուրեմն նախագծի հարցում, ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը։ Այսինքն սրանից հետևություն, որ ռուսական կողմն էլ դեռ չի հասկանում, սա Թրամփի ուղի է, Զանգեզուրի միջանցք է, թե ճանապարհ է։ Սա հենց վկայում է դրա մասին, որ ոչ միայն մեզ համար անհասկանալի է, թե ինչպիսի լինելու այդ տեխնիկական հարցերը, ինչպիսի կարգավիճակ է ի վերջո այս ամեն ինչը ստանալու, այլ նաև արտաքին ուժերի համար անհասկանալի է։ Իդեպ, ինչքան էլ փորձում են հայկական որոշ վերլուծաբաններ, ովքեր անմիջապես կապ ունեն այսօրվա իշխանությունների հետ, խոսել նրա մասին, որ սա կարող է հետագայում օգտագործվել նաև մեկ ուղի, մեկ ճանապարհ չինական այդ նախաձեռնության շրջանակներում, սա եւս չի համապատասխանում իրականությանը, որովհետև Պեկինից եւս չկա որևէ դրական արձագանք։ Իսկ այդ հարցերի պատասխանը դեռևս պարզ չի։ Անդրանիկ, եւ վերջին հարցը փորձենք ամփոփել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի падգամավորներից մեկի հետ հարց ու պատասխանի ընթացքում Փաշինյանը ընդգծել է, որ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ իրատեսական չի համարում, դեռ ավելին դա համարում է վնասակար խաղաղության գործընթացին եւ ոչ իրատեսական։ Փաստորեն ինչ է ստացվում։ Մի կողմից Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների, այսպես կոչված փախստական ադրբեջանցիների վերադարձի մասին, մյուս կողմից էլ Փաշինյանը իրատեսական չի համարում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձը Արցախի հանրապետություն։ Ինչպես է այսպես ստացվում եւ արդյոք Փաշինյանը փաստորեն սրանով փորձում է կանխել 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Խնդիրը ամբողջ նրանում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այն պարտականությունները, որ իրենք ստանձնել էին ժողովրդի առջև, երբ որ եկան իշխանությանը, ինչպես 2018 թվականին, այդպես էլ վերընտրվեցին 2021 թվականին, իրենք անմիջապես պարտականություններով չեն զբաղվում։ Իրենք այն ծրագրերից, որոնք իրենք պետք է իրականացնեն, շատ են հեռացել, եւ այսօր մենք տեսնում ենք, որ ըստ էության կյանքի են կոչում այն թուրք-ադրբեջանական նարատիվները, որոնք տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածվում էին ինչպես միջազգային ասպարեզում, այդպես էլ տարբեր աղբյուրների միջոցով իրենք փորձում էին տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա ցավոք մենք իշխանությանը ունենք մի ուժ, որը կրկնում է այդ նույն թուրք-ադրբեջանական նարատիվները, որովհետեւ միայն այդ նարատիվներով հիմնվելով անձնավորությունը կարող է խոսել նրա մասին, որ դա Հայաստանի Հանրապետության շահերից չի, խոսել փախստականների իրավունքների մասին։ Ինչ վնաս դա կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մարդկանց իրավունքների մասին մենք այսօր չենք բարձրաձայնում։ Սա է վնասական մեր պետության համար։ Եվ այս հարցերի մասին պարտադիր եւ անպայման պետք է բարձրաձայնվի միջազգային ասպարեզում։